Իրենց տակտիկան ուղղակի հետևյալն էր. ձգենք որքան հնարավոր է։ Ով բերեց Ռոբերտ Քոչարյանին, ով բերեց Սերժ Սարգսյանին։ Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերը անցնում էին Ստեփանակերտում։ Բայց ինչ որ պահից Սերժ Սարգսյանը կարծես թե Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համախոհներ դարձան։ Ռոբերտ Քոչարյանի պարտված թե մենք ուղղակի իրեն ենք ծառայում։ Ես ուզում եմ ձեզանից լսեմ այդ ինֆորմացիան։ Իսկ դες ասեմ, որ Վազգեն Սարգսյանի փոխվելով նժարը փոխվեց։ Եվ ոնց ստացվեց, որ կորցրեցիք իշխանությունը։ Ուղղակի Սերժ Սարգսյանը երկար շատ կոպիտ սխալներ թույլ տվեց, որը ճակատագրական եղավ մեզ համար։ Իսկ մենք կարող ենք արձանագրել, որ սրա հիմքերը դրվել են 97 թվականից սկսած։ Բայց մենք չգիտեինք, անկեղծ ձեզ ասում եմ, որ գալուց հետո իրենք անելու են հակընդած գործողություններ, անելու են քայլեր, որոնք ոչ Հայաստանի, ոչ Ղարաբաղի շահերից չէին բխում։ Այսինքն եթե Նիկոլը մնա, ապագա չի լինելու։ Եթե իրանք եկել էին Արցախի խնդիրը լուծելու, ապա 20 տարին բավական էր խնդիրը լուծելու համար։ Նիկոլ Փաշինյանն էլ ընտրվելու ըստ ձեզ։ Ոչ։ Փոխզիջման մերժումն ու մաքսիմալիզմը Ղարաբաղի իսպառ կործանման եւ Հայաստանի վիճակի կտրուկ վատթարացման ամենակարճ ճանապարհն է։ Սա հատված է Լևոն Տեր-Պետրոսյանի 1997 թվականին հնչեցրած հայտարարությունից, հրաժարականի հայտարարությունի մասին է խոսքը։ Եվ այսօր 2025 թվականին ցավոք մենք ունենք իրավիճակ, երբ անգամ խնդրելու հնարավորություն չունենք, ինչն ասել էր Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս այն ժամանակ, որ եթե մենք այսօր մերժենք փոխզիջման տարբերակը, ապա խնդրելու ենք ինչ-որ մի օր այն վիճակի մասին, որը ունենք այսօր։ Այսօր մենք անգամ խնդրելու տարբերակ չունենք։ Ողջույն, այսօր իմ հյուրն է ՀՀՇ շարժման անդամ Արամ Մանուկյանը, ով երկար տարիներ եղել է Արցախյան հակամարտության հարցի լուծման կիզակետերում եւ շատ լավ տեղյակ է ինչպես 90-ական թվականներին, թե ինչ էր տեղի ունենում Արցախյան հիմնախնդրի լուծման շուրջ, ինչպես նաեւ տեղեկացված է վերջին տարիներին եղած դեպքերից եւ մեզ կարող է տրամադրել բավականին հետաքրքիր տեղեկություններ այս մասով։ Ողջույն, պարոն Մանուկյան։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք եւ հյուր եկաք։ Ես կուզեմ մենք այսօր պատմական ակնարկ անենք եւ մի փոքր հետ գնանք 90-ական թվականներ, ինչպես ստացվեց, որ հասանք այս վիճակին եւ այն, ինչ այն ժամանակ մեզ տալիս էր աշխարհը, այսօր մենք անգամ չենք կարող խնդրել այդ մասին եւ կորցրեցինք ամեն ինչ։ Երևի թե սկսենք փուլ առ փուլ, հա, խոսել։ Շնորհակալություն։ Ձեր ասած պատմական ակնարկի առումով շատ կարճ նախաբան ասեմ, հայ քաղաքական միտքը դարեր շարունակ մի հիվանդություն է ունեցել, որ անընդհատ կամ կրկնվել է, կամ ակտիվացել է, երբեմն ռեցեսիվ վիճակ է մտել, դա փրկիչ փնտրելու քաղաքականություն է եղել։ Եվ հաճախ եւ մտավորականները, եւ քաղաքական գործիչները, եւ զինվորականները փրկություն փնտրել են իրենցից դուրս։ Դա եղել է հյուսիսում, հարավում, արևելքում, արևմուտքում եւ մշտապես դրա արդյունքում եւ շահել են եւ տուժել։ Այսինքն եթե փրկություն գտնում ես հյուսիսում, կորուստներ ունենում ես ուրիշ տեղ, արևմուտքում ես փնտրում, արևելքում ես, հիմա մենք հենց հիմա այդ process-ի մեջ ենք, կորուստներ ունենում ես եւ այդ աշխարհակաղակական հստակ վեկտրի ընդգծումը վնասներ է միշտ բերել։ Եվ 88-ի շարժման ֆենոմենալ պատմական առաքելությունը այն էր, որ այդ կարծրացած մոտեցումը ջախջախվեց։ Հավատացեք, դա շատ դժվար բան էր, ջախջախել բոլոր կարծրատիպերը, որ քեզնից դուրս չպետք է փնտրես փրկություն, բայց Ղարաբաղ կոմիտեի այսպես խոհեմ, ողջախոհ, ճիշտ հաշվարկած քաղաքականությունը ժողովրդին համոզեց, որ դա է ճիշտ ճանապարհը։ Եվ շարժումը բերեց մի քանի սկզբունքներ, որոնք գործելակերպ թելադրեցին։ Ոչ միայն գաղափարախոսություն էին, ոչ միայն մոտեցում էին, այլ դարձան գործունեություն եւ ոչ միայն գործունեություն, այլ դարձան շարժման մասնակիցների հենքը, մտածողությունը, ժողովուրդը սկսեց այդպես մտածել, որոնք էին այդ սկզբունքները։
Ռաֆայել Իշխանյանը մի հրաշալի հոդված գրեց, կառաջարկեմ կարդալ դա, երրորդ ուժի բացառումը։ Շատ երկար վերլուծական հոդված էր, որտեղ հիմնավորում էր, որ միշտ երրորդ ուժի ապավինելը բերում է նաև կորուստների, որովհետև երրորդ ուժը միշտ իր շահը պետք է շաղախի քո շահի հետ եւ դու այդտեղ կարող ես կորուստներ ունենալ։ Այնպես որ երրորդ ուժի բացառումը կարևորագույն սկզբունք էր եւ դրան գումարվեց պրագմատիզմի սկզբունքը, որը նշանակում էր որքեր մեկնից վերմակի չափ արա այնքան ինչքան կարող ես, այսինքն դու պետք է հաշվի առնես, հաշվարկես քո բոլոր հնարավորությունները, ուժերը եւ ըստ այդմ քայլեր անես, որպեսզի չգնաս արկածախնդրության, այսինքն ռեալիզմը, պրագմատիզմը շարժման առանցքն էին։ Կներեք, որ ընդհատում եմ, բայց ինչպես ստացվեց, որ այդ սկզբունքներով շարժումը հետագայում տվեց տարբեր ուղղություններ, հա, նույն Վազգեն Մանուկյան, հակամարտություններ սկսվեցին։ Թույլ տվեք ավարտեմ մի երկու սկզբունք էլ ասեմ, եւ այդ ժամանակ հաջորդ կիրառելի սկզբունքը նա էր, որ բոլոր հարևանների հետ փորձես հարաբերություններ ստեղծել եւ ուժեղ լինելն ու շատ բարեկամ ունենալ երկրի կայունության ցուցանիշ է։ Կամ պետք է լինել շատ հարուստ, որ բարեկամները շատանան, կամ պետք է ունենալ շատ հզոր դաշնակիցներ, այդ դեպքում փողերն էլ ավելանում եւ երկիրը ուժեղ է լինում։ Այսինքն եւ հարևանների հետ բարիդրացիական հարաբերություն բոլորի առանց բացառելու։ Մենք շարժման ժամանակ եւ Թուրքիայի, եւ Ադրբեջանի, եւ Ռուսաստանի վարմունքի հետ հարաբերությունների կողմնակից ենք եղել։ Դա շատ կարեւոր է։ Եվ պրագմատիզմը ասեցի, այս գործընթացները մի բառով եթե թույլ կտակ անվանեմ, որը կարելի է այսպես շարժման դրոշը համարել, դա արժանապատվությունն է։ Արժանապատվություն բառը բոլոր գործընթացներում, բայց արժանապատվություն ոչ թե պարծենկոտության, մեծամտության, հոխորտալու ոչ այդ առումով, այլ արժանապատիվ կեցվածք, որը ոչ միայն քեզ է այսպես ուղղաձիգ պահում, այլ քո շրջապատին է ստիպում հարգանքով վերաբերվել քեզ որպես սուբյեկտ։ Այս բոլոր սկզբունքների հաշվին էր, որ տեղի ունեցավ բոլոր այն հաղթանակները, որը տեղի ունեցավ։ Հաղթանակները Արցախում, պետականության ստեղծումը, հարաբերությունների ստեղծումը տարբեր պետությունների հետ, օրինակ մի թիվ ասեմ, որ ցուցիչ է։ Անկախության հարաքվեից հետո 46 երկիր 4 ամսվա ընթացքում Հայաստանի անկախությունը ճանաչեց եւ դիվանագիտական հարաբերություններ ստեղծեցին։ Դա այդ արժանապատվության պտուղներն էին եւ համաժողովրդականությունը անշուշտ, որտեղ համաժողովրդականության մեջ էլ ոչ թե քաղաքական ուժերն էին, ամբողջ մտավորականություններ, հոգեվոր դասներ, զուգահեռ անցկացվեք այսօրվա հետ, այսինքն իսկապես դա համազգային էր։ Եվ այդ համազգայինն էր, որ բերեց Արցախում հաջողությունների եւ այդ համազգայինն ու պրագմատիզմն էր, արժանապատվությունն էր, որ ոչ մի երկիր մեզ անգամ այդ ժամանակ թշնամի չդարձավ, գործողություններ չարեց եւ մենք այսպես հանդարտ, հանգիստ կարողացանք իրականացնել այն բարդ դժվարագույն ռեֆորմները, որը 5 տարվա ընթացքում իրականացվեցին։ Եվ ձեր ասացի հետ կապված, հիմա անցնում եմ ձեր հարցին, երկու սկզբունք կիրառվեց Ղարաբաղի խնդրի լուծման հետ կապված, տարածքային ամբողջականության խնդիրը, որը Ադրբեջանի օգտին էր խոսում, եւ ազգային ինքնորոշման իրավունքը, որը Հայաստանի օգտին էր խոսում։ Այդ երկու սկզբունքները աշխարհում այսպես կոնֆլիկտների լուծման լեզուներն են, այդ երկու լեզուներով են աշխարհը կարգավորում այդ կարգի խնդիրները։ Եվ ազգային ինքնորոշման խնդիրը մեզ համար այնքանով հարմար էր, որ ունեինք Ղարաբաղում պատմական հենք, ունեինք մշակութային հենք, ունեինք էթնիկ հենք, միատարր էր Ղարաբաղը, եւ այդ խնդիրը, այդ մեթոդը ինքնորոշման իրավունք օգտագործելը շատ հարմար գործիք էր, ճիշտ գործիք էր միջազգային կառույցների հետ խոսելու, եւ հենց այդ գործիքի կիրառման հիման վրա էր, որ ստեղծվեց Մինսկի խումբը, եւ տարիներ շարունակ մենք կարողանում էինք դիմագրավել այդ տարածքային ամբողջականության սկզբունքին, շեշտադրումը դնելով ազգային ինքնորոշման իրավունքի վրա։ Այդ սկզբունքը աշխատեց մինչև 98 թիվը։
Այ ինչն էր պատճառը, որ սկսեց չաշխատել։ Որովհետև 98 թվականից մի քանի այսպես արկածախնդիրներ եւ հատկապես հենց Արցախում մտածեցին, որ մենք պատերազմը հաղթել ենք, մենք այլևս կարող ենք նաեւ տարածքային պահանջի ձևավորել, ձևակերպել, ոչ թե ձևավորել եւ աշխարհին ասել, որ այդ խնդիրը լուծված է։ Մերժելով այն իմ ասած ինքնորոշման սկզբունքը եւ դրանց արդյունքում, այդ երկու սկզբունքների արդյունքում տարածքային եւ ինքնորոշման առաջացել էր positive-mind լուծման սկզբունքը, որը պետք է հաշվի առներ եւ Ադրբեջանի խնդիրները եւ Հայաստանի եւ Ղարաբաղի ինքնորոշման խնդիրը։ Սրա շուրջ բնականաբար կոնֆլիկտները միշտ լուծում են այդպես, մեջտեղում գտնվում է ինչ-որ մի տարբերակ, որը կոչվում է positive-mind տարբերակ կամ իրար հետ հաշտեցնելու տարբերակ, ինչ բոլոր կոնֆլիկտներ։ Այսօրվա Ուկրաինա, Ռուսաստան վեճնայք միշտ փորձում են մեջտեղում ամերիկացիները գտնել ինչ-որ լուծում, փոխադարձ կողմերի համար լուծում, որը կոչվում է win-win, երկուսն էլ հաղթել են, երկուսն էլ պարտվել են։ Այդ լուծումներն նաև սպասում Ղարաբաղի հարցում։ 98-ից որոշ մարդիկ ողջևորվեցին, որ ովքեր էին այդ որոշ մարդիկ։ Դա մի տարի առաջ էլ ուներ նախապատմություն Ղարաբաղում, երբ որ ներկայացվեց երանախագահության առաջարկները, փոխզիջումային առաջարկները եւ փուլային լուծման առաջարկները, եւ Հայաստանում նաեւ եւ Ղարաբաղում մտածեցին, որ դա մեզ համար նվաստացուցիչ է, քանի որ մենք այսպես էլ ասում են արյունով ձեռք բերած արյունով կգնա, արյունով ձեռք բերածը թղթով չպետք է տալ, մեզ սփյուռքը կօգնի, մեզ աշխարհը միշտ կօգնի, Ռուսաստանը մեր կողքին է լինելու միշտ եւ այդ խնդիրը կարելի է հավերժ լուծել, ոչ միայն լուծել, լուծման իրենց տարբերակը չլուծելն էր։ Այսինքն խոսքը գնում է Ռոբերտ Քոչարյանի։ Այո, բայց կրկնում եմ, մինչև այդ, երբ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Բաբանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը իշխանության մեջ էին եւ այն շատ փոքր կազմի մեջ էին մտնում, որոնք տիրապետում էին եւ ինֆորմացիային եւ խնդիրների լուծման լծակներ ունեին, մոտ էին իշխանական էլիտայի մեջ էին։ Նրանք մտածեցին, որ հովերով տարվելով Սփյուռքից աջակցություն կլինի, մենք չպետք է գնանք զիջման եւ այլն, այսպես դրանով ձեռնոց նետեցին այն միջազգային կառույցներին եւ հատկապես երանախագահությանը, որոնք կոնկրետ առաջարկներ են ներկայացվել եւ Հայաստան ինչն էր տարօրինակը, Հայաստանը համաձայն էր այդ տարբերակի լուծման, Ադրբեջանը համաձայն էր։ Եվ մենք հասել էինք մինչ այն դիվանագիտական հաջողության, որ Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի կողմ էր եւ բանակցող կողմ էր։ Սա էր պատմական հաջողությունը, որ սուբյեկտը, որի մասին դու քննարկումներ ես անում, ինքը սուբյեկտ չէ, ինքը բան է, կողմ է, ավելի շուտ օբյեկտ չէ եւ իր ճակատագիրը չէ որոշում, ինքն էլ է մասնակցում իր ճակատագրի որոշմանը, իրենք որոշեցին, որ այս լուծումը ձեռնտու չէ Հայաստանին, Արցախին եւ հրաժարվեցին այդ լուծումից եւ այդտեղից սկսվեց մեր ձախորդությունները եւ այդ ոչ մի թիզականությունը եւ խնդիրը չլուծելը դարձավ սկզբունք իշխանությունների համար 98-ից ինքնորոշման իրավունք բացարձակ դուրս եկավ, Ղարաբաղը դուրս եկավ 99 թվականից բանակցողի կարգավիճակից եւ այդ ինքնորոշման իրավունքը, որտեղ կրկնում եմ ինքը սուբյեկտ էր, դարձավ օբյեկտ, որի մասին սկսեցին վիճել Հայաստանն եւ Ադրբեջանը։ Սա շատ կարեւոր է։ Սա անկյունակարային մասն է, թե ինչու կոնֆլիկտը այն փուլից, այն ձևից վերափոխվեց այս փուլի, որովհետեւ ինքնորոշման իրավունքը, որտեղ Ղարաբաղն էր, դարձավ վեճի առարկա, ընդ որում տարածքային վեճի առարկա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը լինելով եւ Ղարաբաղի եւ հետո Հայաստանի նախագահ, մեկ հոգով պետք է ներկայացնի Ղարաբաղի հարցը։ Դա նշանակում էր, որ Ղարաբաղը եւ Հայաստանը ներկայացվելու են մեկ հոգով, հենց այդտեղ ոչնչացավ ինքնորոշման սկզբունքը։ Եվ հաջորդ 20 տարիներին իրենք գնացին ակնհայտ, բաց խնդրի չլուծման ճանապարհով։ Ես շատ-շատերի հետ եմ խոսել եւ հանրապետականի հետ եւ մեր ժամանակ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների հետ, իրենց տակտիկան ուղղակի հետեւյալն էր. ձգենք որքան հնարավոր է, ժամանակը կմաշի այդ խնդիրը,
կհոգնեն այդ խնդրի լուծումից, միջազգային կառույցները ձեր թափ կտան այդ խնդրի լուծման վրա, այդպես էներգիա չեն ծախսի դրա, եւ խնդիրը կմնա այդպես, կմաշվի ու մաշված վիճակով կմնա այդպես։ Սխալվեցին իրենց հաշվարկների մեջ, ակնհայտ էր Տեր-Պետրոսյանի մոտեցումը միշտ եւ բաց իր ելույթները բազմիցս ինքը հրապարակել է, որ միշտ չի կարող որ միջազգային կառույցները կամ գերտերությունները քո կողմ լինել, իսկ առավել եւս 98 թվականի անվտանգության խորհրդի նիստում ինքը ասել էր, որ կարող է Ռուսաստանի շահերը մի օր ավելի սերտ լինեն Ադրբեջանի շահերի հետ, եւ մենք կարող ենք լուրջ կորուստներ ունենալ։ Այսինքն լուծում պետք էր այդ ժամանակ։ Ընդ որում շատ կարճ անդրադարձանեմ, այդ ժամանակվա լուծումները, եթե գնայինք լուծումների, կարող էին բերել նաև տնտեսական հաջողությունների եւ բլոկադայից դուրս գային եւ տնտեսական հաջողություններ, մասնավորապես դա վերաբերում է Բաքու-Թբիլիսի Ջեյհան գազամուղի նավթամուղին, որովհետեւ կար պրոյեկտ եւ ամենակարճ ամենայժան պրոյեկտը այդ բան մագիստրալ պետք է անցներ Հայաստանով։ Ղարաբաղի հարցի չլուծումը բերեց նաև այդ մագիստրալը Հայաստանով չգնալ։ Այսինքն այս մոդելի փոփոխությունը եւ խնդրի չլուծումը բերեց արդեն մեծ տեկտոնիկ փոփոխությունների այդ խնդրի շուրջ, որը դարձավ նաև Հայաստանի, այսպես ասած, ողբերգության հիմքը, այսինքն Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան այդ խնդրի մերժումը իրենց թիմի կողմից բերեց նաև հաջորդ մաքսիմալիստ Նիկոլ Փաշինյանին, որը ոչինչով իր գործունեությամբ չէր տարբերվում նախկիններից եւ շարունակում էր այդ ոչ մի թիզականությունը, որը դարձավ դժբախտությունների հիմք եւ մենք այսօր վայելում ենք այդ պատուղները։ Այսինքն մենք կարող ենք ֆիքսել, որ 97 թվականին, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած տարբերակով Արցախյան հարցը լուծվեր, մենք այսօր կունենայինք լրիվ ուրիշ վիճակ։ Մենք կունենայինք հայկական Արցախ, մենք կունենայինք ինքնորոշված Արցախ եւ կունենայինք ավելի տնտեսապես զարգացած Հայաստան։ Լրիվ ճիշտ եք ասում, մենք կունենայինք ամբողջապես ուրիշ Հայաստան։ Ամբողջապես ուրիշ Հայաստան, որովհետեւ եռանախագահության առաջարկներին առաջ գնալը եւ խնդիրը այդպես լուծելը նաեւ նշանակում էր ունենալ նրանց աջակցությունն ու հովանավորությունը, այսպես համակրանքը, որ մենք գնացել ենք իրենց ճանապարհով, որը մեզ համար արժանապատիվ լուծում էր բերում։ Այն իմ ասած արժանապատիվ սկզբունքը այստեղ էր պահպանում։ Օրինակ հիմա տեսեք, էլի անուճ թռիչքներ անեմ, Թրամփի համար կոնֆլիկտների լուծելը իրեն բերում է այսպես բաներ, դափնիներ եւ ինքը շատ դրական է սկսում վերաբերվել այն երկրներին, որոնք ընդառաջ են գալիս իր խաղաղության ծրագրերին։ Այսինքն եթե այդ ժամանակ մենք երանախագահության այդ առաջարկները, որը կրկնում եմ, արժանապատիվ լուծումներ էին, Ղարաբաղը մնում էր, մշակույթի ամբողջությամբ մնում էր, հայկական անձնագրերը մնում էին, ներկայացուցիչները միջազգային կառույցներում մնում էր, սուբյեկտ էր դառնում էր միջազգային սուբյեկտ։ Այդ ժամանակ բնականաբար մենք կհայտնվեինք ամբողջապես ուրիշ իրավիճակում։ Ավելին ձեզ ասեմ, այսօրվա այդ մեծ գլոբալ կոնֆլիկտներից կարող ենք զերծ մնալ։ Այսինքն մենք եթե այսօր մի քիչ սուսուփուս լինենք մեր խնդիրը լուծած, արևմուտք այդ բաներից կարող ենք հետ քաշվել, կան այնքան երկրներ, որ հիմա զգում են, որ պետք չի մտնել արչի ու գայլի կռվի մեջ մտնում ես, որ ինչ անես, դու չես կարող մեկը որոշել, դու այնտեղ ազդեցության հնարավորություն չունես։ Ավելի լավ է ժամանակ դու մի քիչ զուսպ, զերծ, մի քիչ հեռու սպասես, մինչև կոնֆլիկտները լուծվի։ Մենք ակամայից եւ նաեւ ցանկությամբ, չես ասեմ, Նիկոլ Փաշինյանի քաղաքականության արդյունքում մենք հորձանուտի մեջ մտանք։ Եվ մենք հիմա, եթե այստեղ անգամ Ռուսաստան-Ուկրաինա կոնֆլիկտ չկա, մենք դրա մաս ենք կազմում։ Ուզենք թե չուզենք։ Մենք կարող ենք չլինել այդ կոնֆլիկտի մեջ։ Մենք չպետք է կողմ պաշարենք ոչ նրան, ոչ նրան։ Վրացիները օրինակ, շատ բան օրինակ բերեմ, էլի։ Վրացիները վերջին 2 տարվա ընթացքում ուղղակի հայտարարեցին մեզ մի օգտագործեք գործիք ուրիշի դեմ պայքարելու համար։ Թողեք ես մի կողմ գնամ եւ եկեղեցին իրենց մի կողմ մնաց եւ Իվանիշվիլու քաղաքականությունները այդպեսին ես ամբողջապես չեմ արդարացնում իր բաները։ Ես արդարացնում եմ միայն այն, որ իրենք ասեցին մեզ որևէ մեկը մի օգտագործեք։
մյուսի դեմ։ Այն երրորդ ուժի բացառումը հենց այս սկզբունքն էր, որ հիմա էլ պետք է կիրառվեր, մենք չկիրառեցինք դա եւ այսօր այդ դառը պատուղները խաղում ենք։ Ձեր արդի պատասխանը լրիվ ուրիշ Հայաստան կլիներ։ Հնարավոր է, որ նույն 90-ականներին Ռոբերտ Քոչարյանը ուներ Ռուսաստանի աջակցությունը կամ ուղղորդումը, հա, ձևակերպումը էական չի, այսինքն ուներ վստահություն, որ Ռուսաստանը կաջակցի իր մոտեցումներին։ Հետևաբար հենց դրա պատճառով էր նման մերժողական վարքագիծ դրսևորում փոխզիջումներին։ Գիտեք, աջակցելը բոլոր երկրներն էլ որ քեզ աջակցեն, դու այդքան հաջող ես, ինչքան շատ աջակցեն, այդքան լավ։ Մենք այդ ժամանակ եւ Ֆրանսիայի հետ լավ կապեր ունեինք, եւ Միացյալ Նահանգներն էին շատ բազմա պրոֆիլ ծրագրերով մեզ օգնում, եւ Ռուսաստանի հետ էլ շահը համընկնում, եւ դա գործնական աջակցություն էր։ Բայց ես հավատացնում եմ, մինչեւ 97-98 թիվը այդ աջակցության փոխարեն մենք ոչինչ չենք տվել։ Մի այն ժողովրդականից ասում եմ, մի ծուռ մեղ մենք չենք տվել Ռուսաստանին։ Ռոբերտ Քոչարյանի գալով նաև ուրիշ խնդրեմ կար, քանի որ ինքը օրինական ընտրված չէ, լեգիտիմության խնդրեմ ուներ, ասենք ինքը անգամ շատ բարձր օրինակ Հայաստանի քաղաքացի չէր, ժեկի թղթով դարձավ Հայաստանի Հանրապետության նախագահ եւ արդեն սկսեց առևտրի ռուսների աջակցության համար ինքը սկսեց տալ Հայաստանի ոչ միայն գույքը, սեփականությունները, այլ քաղաքականությունը։ Եվ ցանկացած երկիր հավատացեք ինձ, եթե դու իրան բան տալիս ես, ինքը վերցնելու է, եւ դա էլ օգտագործելի, էլի է վերցնելու, էլի է օգտագործելու Ալիև Փաշինյան այսօրվա հարաբերություններից։ Այսինքն այդ ասածս արժանապատվության կորուստներ ակնհայտ Ռոբերտ Քոչարյանի գալով տնտեսության կախվածության բարձրացումներ ակնհայտ էլի իր գալով եւ խնդրի չլուծումներ։ Իր խնդիրը չլուծելն էր։ Դա բերեց այս ձևի դժբախտությունների։ Այդ ամենի արդյունքում մենք կորցրեցինք այն արժանապատիվ սուբյեկտիկ կարգավիճակը, կեցվածքը, որ մինչև այդ ունեինք։ Նայեք, մի պրիմիտիվ հարց եմ ուզում հնչեցնել, որը տարիներ շարունակ ուզում է մեր հասարակությանը, ով բերեց Ռոբերտ Քոչարյանին, ով բերեց Սերժ Սարգսյանին, ինչու այդ մարդիկ Արցախից եկան եւ դարձան Հայաստանի ղեկավարներ։ Այ հիմա ձեզ եմ հարցնում։ Ես պրիմիտիվ ձևով եմ պատասխանել։ Անշուշտ բերել է այս իշխանությունները, որովհետև եթե չլինեին այս իշխանությունները, նա Ղարաբաղից չէր գալ։ Մենք հաճախ ենք Ղարաբաղում, ես այդ ժամանակ կառավարության նիստերին մասնակցում էի, եւ այն ինչ որ պետք էր Արցախին, Հայաստանի իշխանությունները տալիս էին։ Այն ինչ որ պետք էր, երկու անգամ ես եղել եմ Ստեփանակերտում կառավարության նիստերի, Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերը անցնում էին Ստեփանակերտում։ 90-ականների մասին է խոսքը։ Եվ ես օրինակ հիշում եմ Հրանտ Բագրատյանը ասում էր ինչ որ Ղարաբաղի նախարարները ասեն, ուզեն, դուք մի քննարկեք, գրեք ինչ են ուզում, այդ ամեն պետք է հատկացնեք։ Շտապ օգնության մեքենաներ, սերմնացու, չգիտեմ, ցորեն, շիֆեր, քար, ցեմենտ, ինչ որ պետք է, չեք քննարկում։ Ընդ որում ուզում եմ հիշել, որ դա Հայաստանի ամենածանր տարիներն էին։ Այսինքն մեր ծանր տարիներին մենք ամեն ինչ տալիս էինք, որպեսզի Ղարաբաղը ապրեր, բնակեցվեր, Ալեքսան Հակոբյանը ամբողջ Լաչինն էր բնակեցնում, երկրաշարժի գոտու ժողովուրդը կամարտասահմանցիներ հայեր գալիս էին, տեղափոխում էին այնտեղ աջակցությամբ, պետական աջակցությամբ, Հայաստանը ամեն ինչ տալիս էր։ Ռոբերտ Քոչարյանը մի պահ թվաց, թե մենք ուղղակի իրեն ենք ծառայում։ Եվ այդ դժվարությունները Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, լավ, այդքան մի կերեք էլի, այդքան տալիս ենք այդքան։ Դժվարություն արի ինքդ լտես հեշտ է, բայց ասել էր որ կգաս ու մենակ կգաս, որպես այդ դժվարությունները զգաս։ Նու բառացի չեմ հիշում, ես չգիտեմ այդ խոսակցությունն անշուշտ չեմ մասնակցել։ Վազգեն Սարգսյանի բանն էլ կար այստեղ, բայց մենք չգիտեինք, անկեղծ ես ասում եմ, որ գալուց հետո իրենք անելու են հակնդած գործողություններ, անելու են քայլեր, որոնք ոչ Հայաստանի, ոչ Ղարաբաղի շահերից չէին բխում։ Իրանք ոչ միայն եկան, այլ իրենց հետ բերեցին բազմաթիվ արցախցիներ։ Իսկ այդ ժամանակ սկզբունք էր, որ Արցախից մարդ դուրս չգար, ընդհակառակը խոսքը պետք է դեպի Արցախ լիներ, ոչ տեսքում, եւ ինքը բերեց տասնյակների, հարյուրների, հետո հազարների
Հետո դրանք տեղավորվեցին անվտանգության համակարգերում, ներքին գործերի համակարգերում եւ ցանց կազմելով, այսպես ասած, 98-ին տեղի ունեցավ իշխանազավթում, իշխանության գողություն տեղի ունեցավ։ Բայց Հայաստանում, այսինքն ինչ որ մի ձև թույլ տրված էր, չէ՞, ինչ որ միտեղ թույլ օղակներ կային, որ դա տեղի ունեցավ։ Գիտեք, որևէ մեկը չէր մտածի, թե ասենք Սերժ Սարգսյանը կամ Վազգեն Սարգսյանը առավել եւս։ Ոչ մեկի մտքով չէր կարող ասնել, որ Վազգեն Սարգսյանը կարող է ճամբարափոխ լինել, իսկ դες ասեմ, որ Վազգեն Սարգսյանի փոխվելով նժարը փոխվեց, որովհետեւ Ռոբերտ Քոչյանը եւ Սերժ Սարգսյանը իրենցով այնքան ուժ ու հնարավորություն չունեին եւ աջակցություն չունեին, որ հեղաշրջում իրականացնեին։ Վազգեն Սարգսյանի փոփոխությամբ եւ ճամբարափոխությամբ տեղի ունեցավ դա եւ դա արդեն անխուսափելի էր։ Ես խորհրդարանում էի այդ ժամանակ եւ խորհրդարանում արդեն այսպես ասեմ, հակալևոնական ուժերը ավելի շատ էին։ Մենք մտել ենք ասենք համարյա 2 անգամ ուժերը մեր ավելի շատ էին, Հանրապետություն բլոկի այդ ժամանակվա եւ տարիների ընթացքում այսպես մուզմուզարած, տակից այդ փոփոխությունը գնաց եւ անվտանգության ծառայությունները եւ բանակը իրենց ձեռքին էր եւ զուտ դրա համար տեղի ունեցավ այդ փոփոխությունը, եթե ոչ Տեր-Պետրոսյանի ելույթում դա կա, քան բազմիցս տեղի կունենար քաղաքացիական բախումներ, Հայաստանը կթաղվեր ավելի մեծ ճահիճի մեջ եւ տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ։ Դա իշխանագողություն էր։ Դա իշխանագողություն էր եւ Հայաստանում տեղի ունեցավ ոչ միայն մարդկանց իշխանափոխություն, այլ սկզբունքների իշխանափոխություն։ Մոռացվեցին շարժման այդ իմացած բոլոր սկզբունքները, ամբողջապես նոր սկզբունքներ ձևավորվեցին պորոտախոսության, մեծախոսության, փողուտելու, որ շատ կարևոր է։ Կոռուպցիան դարձավ իշխանության ապրելակերպը։ Բանակը սկսեց թուլանալ, զինվորին խեղճացրին, մտավորականություն, դեմոկրատիայի առումով լրջագույն կորուստներ ունեցանք, եւ այդ ճանապարհով եկանք հասանք մարտի 1-ին, արդեն բացահայտ տերոր իշխանության կողմից զոհեր, քաղբանտարկյալներ, հալածյալներ, արտագաղթ եւ ունենք ինչ ունենք։ Բայց ինչ որ պահից Սերժ Սարգսյանը կարծես թե Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համախոհներ դարձան, հա, վերջին տարիներին, մասնավորապես 2020 թվականի պատերազմից հետո կարծես թե նաև մամուլում շատ էր գրվում այդ մասին, որ հանդիպումներ են տեղի ունենում, քննարկումներ են տեղի ունենում եւ իրենց հայտարարություններն է որոշակիորեն նման էին։ Սերժ Սարգսյանը ի տարբերություն Ռոբերտ Քոչյանի գոնե լավ շախմատ խաղալ գիտի եւ ավելի այսպես չափավոր է, ավելի ոչ մոլերանտ, ինչպես իր նախորդներ, եւ մի բան էլ, որ ինձ համար կարեւոր է, իր թիմում էլ մինչեւ հիմա կան մարդիկ, գործիչներ, որոնց հետ ես հանգիստ կարող եմ զրուցել, բարևել, համատեղ միջոցառումներ կազմակերպել եւ գոնե նստել անկեղծ քննարկել, ինչ եղավ, ինչ չեղավ։ Ուղղակի Սերժ Սարգսյանը երկու հատ շատ կոպիտ սխալներ թույլ տվեց, որը ճակատագրական եղավ մեզ համար։ Մասնավորապես այդ սահմանադրության փոփոխությունը դա բացարձակ անընդունելի բան էր, դա ուղղակի չարիք դարձավ մեր երկրի համար, որ երրորդ ժամկետին առաջադրվի եւ երկիրը դառնա խորհրդարանական, ինքն էլ դառնա վարչապետ։ Մենք հիմա դրա վտանգները ուղիղ վայելում ենք, էլի։ Այդ մի սխալներ եւ կոռուպցիոն համակարգը, որը քայքայում է երկրներին։ Այդ մի քանի կոպիտ սխալները եւ մյուսն էլ ասում եմ, խնդրի չլուծումը, ես բազմիցս շատ գործողների ժամանակ ՀԿ-ի իմ գործընկերների հետ նստել քննարկել ենք, անուններ չեմ ասի բնականաբար, բայց իրենք այս սկզբունքն են կիրառում, խնդիրը ձգենք, չլուծենք։ Խնդիրը մաշվի հեռանա, որքան հեռանա, այնքան հնարավոր կլինի ստատուս քվոն պահելը։ Այսինքն սխալվեցին։ Բայց բանի առումով ձեր ասած ես գիտեմ հիմա Ռոբերտ Քոչյան, Սերժ Սարգսյան կոնֆլիկտ շատ արդեն ակնհայտ է, բաց է, ջրի երես է դուրս եկել։ Եվ որքան որ տեղյակ եմ կամ լսել եմ, կամ դա իրականության համապատասխանում է, Սերժ Սարգսյանը այդպես մեծ ակնկալիքներ չունի իշխանության գալու,
դա էլ եմ ես դրական գնահատում, որովհետև վիճակը այնպեսին է, որ մարդիկ պետք է այսպես քաղաքացիական դրսևորում հանդես բերեն, ասեն թող ինչ որ բան փոխվի, թեկուզ այդ փոխողը ես չլինեմ, թող ինչ որ բան փոխվի, երկիրը գնահաջողությամբ, թեկուզ ես ամբողջապես ստվերում լինեմ։ Այ եթե այսպես մեր քաղաքական ուժերը մտածեն, հաջողություն կարելի է։ Մենք օրինակ Սևի մոդել էինք առաջարկում, հենց իշխանափոխություն այն մոդելով, ինչ Ղարաբաղ կոմիտեն արեց։ Ասենք թե հավաքվում է X քանակի մարդ եւ կուսակցություն, ոնցից յուրաքանչյուրը ասում են իմ նպատակ իշխանության գալը չէ։ Մենք համատեղ կոլեգիալ որոշումներ ենք կայացնում, այդ որոշումները դառնում են իրականացնելու համար պարտադիր բոլորիս համար եւ դա կոլեգիալ որոշում է։ Բայց նման բան տեղի ունեցավ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ տեղի ունեցավ, չէ՞, դիմադրության շարժումը, բայց էլի չստացվեց։ Այսինքն նույն տրամաբանությամբ էր, որ ոչ թե խնդիրի իշխանության գալն է, այլ հավաքում Վազգեն Մանուկյանը, ես չի ուզում նորից անդրադառնալ, բայց Վազգեն Մանուկյանն էլ մի հատ կոնցեպտուալ սխալ ուներ, ու անընդհատ դա ասում էր, անընդհատ իրեն ասում էին, ինքը էլի չէր ուղում, նա համարում էր հայ ազգը այսպես համաշխարհային ազգ, առաքելություն ունեցող ազգ, որ մենք բարձր ենք ուրիշներից, դա մի քիչ ֆաշիզմի տանող բան էր, այդ մեծա մտությունը, այդ ինքնագովեստը ավելորդ, այդ բարձրագործությունը քաղաքական բարձր պաշտոն ունեցող գործիչի համար բան չեն, հարիր չեն։ Սովորական ՀԿ-ն, սովորական մարդը, սովորական պոպուլիստը կարող է ձեր բան անել, բայց այդ համաշխարհային ազգի գաղափարը իրան սպանում էր ուղղակի։ Ինքը այդ սխալ կոպիտ սխալը արեց եւ դաշնակցական բաներ կար իր մեջ։ Այսպես ոչ լուրջ իշխանական, թեթև։ Ասենք ի տարբերություն Տեր-Պետրոսյանի իշխանությունը տարբերվում է մնացածներից իր լրջությամբ, իմացությամբ, ողջախոհությամբ։ Տեր-Պետրոսյան միշտ պատրաստ է ժողովրդի ականջի համար տհաճ բաներ ասել, բայց ասել, որ դա է լուծումը։ Ինքը երբեք չի քաշվել դառը ճշմարտությունը ասելու, իմանալով հանդերձ, որ դրանով հարված ենք ստանում։ Մի օրինակ ասեմ, վերջին բոլոր ընտրություններին, ինչքան որ ես հիշում եմ, էլի, մեր սկզբունքների մեջ խաղաղություն բառը եղել է։ Այսինքն խաղաղություն, որը անգամ քեզ հայհոյել է բերում, քեզ չսիրել է բերում, այսինքն դու կարող ես նույնիսկ խեղճի տպավորություն ստեղծել քո նկատմամբ, պարտվողի տպավորություն, ես պարտվողել են ասել, զիջողել են ասել, թուրքել են ասել, ռուսել են ասել, դավաճանել են ասել, հրեայել են ասել, ինչ ասես ասել։ Ընդ որում միաժամանակ եղել է, որ երկու բևեռների մեջ լինելու համար են մեզ մեղադրել եւ մենք միշտ մնացել ենք անկախական եւ այդ դառը ճշմարտությունը ասելը մեզ համար միշտ եղել է սկզբունք։ Վանոյի ասածը միշտ այնքան հաճույքով եմ հիշում, ասում էր անալգինը շատ դառը դեղ է, ոչ մեկ չի ուզում խմի, բայց այդ միակ միջոցն է, որ գլխացավդ անցնում, անալգին դառը դեղը պիտի խմես, դառը ճշմարտությունից պիտի չխուսափես։ Եվ մեր ձախորդությունները, ընտրությունների առումով ձախորդությունները, որ պարլամենտում չենք ունեցել անհրաժեշտ քանակ, եղել է ճշմարտախոսություն եւ անկախականությունը։ Հիմա Հայաստանում համարյա չեք գտնի քաղաքական ուժ, որը կամ արևելք չի, կամ արևմուտք չի։ Մեր լոզունգներից մեկը մենք ոչ հակառուս ենք, ոչ հակաթուրք ենք, ոչ պրոռուս ենք, ոչ պրոթուրք ենք, ոչ արևմտացի ենք, ոչ հակաարևմտյան ենք։ Արժանապատիվ կեցվածք, արժանապատիվ խաղաղություն, բայց եղած ռեսուրսի վրա վերմակի չափով, եղած ռեսուրսների եւ աշխարհակաղակական պայմանների հաշվի առնելով ռեալիզմ մեր երկրին այսօր պակասում է ռեալիստ պրագմատիկ քաղաքականությունը ինչ է սուրվա իշխանությունների մոտ բացարձակ զրո է։ Պարոն Մանուկյան, բայց տեսեք, այսօր ասում են, որ բոլոր նույն կոռուպցիայի հիմքերը, հա, որը եղել է նույն Ռոբերտ Քոչարյանի օրոք, ինչպես նշում եք, Սերժ Սարգսյանի օրոք, այդ վատ, բացասական, արատավոր երևույթների հիմքերը դրվել է հենց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, հիշատակում են, որ Վանոյի ժամանակ ինչեր են լինում, ինչքան սպանություններ են լինում, մարդկանց ծեծում էին, սպանում էին, կողոպտում էին, թալանում էին, ինչպես է ստացվում, որ այդ արժանապատիվ Ալեքսանդր Իսահակյանի հետ մի հատ սիրուն պատմություն կա, ասում է, դու էլ ասա, այո ասելով չի, Վանոյի տունը այնքան սիրուն մի հոգի բաներ արել, Վանոյի տունը
կտեղավորվեր Իրանից հետո եկող մեծ հարուստների, օլիգարխների խոհանոցի մեջ։ Մի հարկանի տուն է, գնացեք նայեք գազանանոց ճանապարհով, իր բոլոր բարեկամները կամ մի մասը, հա, չքավորության մեջ են, ապրում են կոթիում, ոչ մի բան չունի։ Կինը ինչպես աշխատել է գրադարանավար, հիմա էլ աշխատում է խնկո-ապոր գրադարանում։ Ուր են այդ բաները։ Տեր-Պետրոսյանը մի օր շատ սիրուն բան ասեց, եթե մեզնից մեկը $100 ապօրինի ձեռք բերած լիներ կամ ունենար, 10 կաշի կհանեին մեզնից։ Ուր է մեր հարստությունները։ Ես այդ թիմից մեկն եմ։ Մեր ամբողջ այսօրվա կոնգրեսի թիմը, այդ 30 տարվա ընկերներն ենք, Տեր-Պետրոսյանի թիմն ենք, ոչ մեկս ոչ մի սեփականություն չունենք, բացարձակ։ Ոչ մի բիզնես չենք դրել, ոչ մեկին չենք ծեծել, ոչ մեկին չենք հայհոյել, ապօրինի ոչինչ չենք արել։ Մեր իդեալը եղել է երկիր կառուցելը, պետականություն ունենալը, եւ ձեր ասածներից բացարձակ որևէ բան իրականությանը չի համապատասխանում։ Ես մեկն եմ, չէ՞, ես ամենա այսպես կենտրոնական թիմերից մեկն եմ, եղել եմ ՀՀՇ կուսակցության նախագահ, այդ երկրորդ հաշվեք երկրորդ դեմքը քաղաքական թիմում, ասենք պրեզիդենտից հետ։ Ուր է։ Բայց սեփականաշնորհումները, երբ որ պետական գույքը սկսեցին սեփականաշնորհել կոպեկներով, ոչ մեկին մեզնից ոչ մի քառակուսի չեն բերել, ոչ մի։ Բայց ուրիշներին են չէ բերել։ Նույն օրինակ Խաչատուր Սուքիասյանը խոսում է շատ այդ մասին։ Ասենք թե, տեսեք, մենք շուրջ 2400 արվեստանոց, նկարիչների արվեստանոցներ, անհատույց տվեցինք նկարիչներին։ Գիտեք, կողքից այնքան մարդ կար, ասում էր, այս բանը, այս ստից մալարին իր արվեստանոց տվել են առանց կոպեկի։ Այդ բանը կար։ Հետո տեսեք ինչ տեղի ունեցավ։ Սկզբից բաժանվել է ժամանակ, ասենք հողի սեփականաշնորհը, որովհետև գիտեք ձեր ասած ինչից է գալիս, ես հիմքը գիտեմ, ինֆորմացիա չունեք եւ ձեզ տվել են լրիվ հակառակ ինֆորմացիա։ Ես ուզում եմ ձեզանից լսեմ այդ ինֆորմացիան։ Ես խոսում եմ այն մասին, ինչ միշտ գրվել է։ Այո, այո։ Հետաքրքրություններ կար։ Ուրեմն 320,000 տնտեսություն բաժանվեց, հող բաժանվեց։ 320,000 մի քանի ամսվա ընթացքում, ասենք մոտավորապես, նա մի տարի ասեմ, որ հեշտ լինի։ Մի տարվա ընթացքում 320,000 հողակտոր բաժանվել է 320,000 ընտանիքի։ Բնականաբար լինելու են դժգոհներ, որովհետև մեկինը քարոտ տեղեր են գնում, մեկինը բաներ, իսկ բաժանողներն էլ մի ասենք 10 հոգի են, 20 հոգի են, որոնք ազնվոր են արել։ Հետո տեսեք ինչ տեղի ունեցավ։ Այդ 120-ը ներողություն 320 տարիների ընթացքում դարձավ 180։ Այսինքն մարդիկ, որոնք հողատեր էին դարձել, տվեցին ուրիշներին, կամ չէին հավատում, կամ թամբալ էին, կամ փող չունեին, որ բան անեն։ Եվ իրենք նաև դժգոհության բաներ առաջացին, որ իմ հողը Պողոսը տարավ, Պողոսը ոնց տարել ամբողջ գյուղի հողեր։ Դա բնական ազատական տնտեսության կանոններին բաներ եւ եթե չգնար այդ process-ը, ես ձեզ հավատացնում եմ, Հայաստանը սովի մեջ կորելու էր, եթե չներ սեփականաշնորհ։ Եղել է շուկայական տնտեսություն էր։ Շուկայական տնտեսություն էր։ Հիմա համեմատելու համար ասեմ, ես 30 տարի շուկայական տնտեսություն, ազատ տնտեսություն եմ քարոզում։ Կարող եք ասել, այսօրվա քաղաքական իշխանության իզմը ո՞րն է։ Չունեն։ Մի հատ ազատական շուկայական տնտեսություն ասող գոյություն չունի, բայց չեմ խուսափում ձեր ասածից։ Այնպես որ այդ ամբողջ process-ները դա վերաբերում էր եւ գործարաններին, եւ հողին, եւ բնակարաններին։ Հանակ բան է 700,000 բնակֆոնդ տրվեց քաղաքացիներին, այսինքն ամբողջ Հայաստանի բնակչությունը, որը չուներ իր բնականի նկատմամբ սեփականության իրավունք, առանց կոպեկի ունեցավ։ Եվ ներող կլինեք, եթե չլիներ այդ աջակցությունները, այսը արդեն փաստ է։ Մենք Ղարաբաղում չէինք հաղթի։ Ես ձեզ հավատացնում եմ, դա մի քիչ դժվար է հիմա շատ կարճ ժամանակում բացատրել, որ ժողովրդի վստահությունը եւ ժողովրդի ինքնազոհության պատրաստ լինելը Ղարաբաղում հաղթանակ բերեցին այն կամավորները, մահապարտները եւ այլ։ Մեր բոլոր բարեփոխումները, դժվարագույն բարեփոխումները Ղարաբաղում հաղթանակը եւ պետության կառուցումը տեղի ունեցել դժվարագույն պայմաններում, բայց ժողովրդի աջակցության, հաճախ նաեւ դժգոհության պայմաններում։ Այլ կերպ չէր կարող լինել։ Եթե այդպես չլիներ, մտավորականություն մեր կողքին կանգնած չէր լինի։
հոգևոր դասը մեր կողքին կանգնած չի։ Նայեք, պարոն Մանուկյան, ես հնչեցնում եմ այն հարցերը, որոնք տարիներ շարունակ քննարկվում են, ասվում են։ Ես ուզում եմ, որպեսզի պարզ դառնա վերջապես, ինչ է տեղի ունեցել, ինչից է սկսվել, ինչու է այդպես։ Շատ դժվար է 10-15 րոպեի ընթացքում ներկայացնել այն ամբողջ բարդ ծանր իրավիճակ եւ բարեփոխումներ, որ իրականացվել են։ Ախր եթե իմանայիք, թե այդ բարեփոխումների ընթացքում քանի անգամ կարող էր երկիր ուղակի պայթել, անիանալ, չգոյանալ, քանի անգամ մենք մտանք ծանրագույն ճգնաժամերի մեջ, 40 անգամ այդ տարիներին պայթեց գազամուղը, 21-22 անգամ երկաթուղին, այս 21-22 անգամ Հայաստանը հայտնվել է ծայրահեղ բլոկադայի, ասենք 1-2-3 օրվա կյանք ունենալու հնարավորության մեջ եւ մենք դե հիմա թողեց ձեւի բան անեն։ Հատուկ բրիգադներ գիշեր-ցերեկ ամիսներով հերթապահում էին Վրաստանում, որտեղ գիտեն Վրաստանի երկաթուղին գազատարը անցնում է Մարնեոլով, անցնում է ադրբեջանցիների գյուղերով պայթացնում էին։ Չէինք հասցնում, մենք այդտեղ պատերազմ հաղթեինք թե այնտեղ, եւ մենք 10-20 մարդ պահում ենք ամիսներով այնտեղ, որ պահին պայթացնում էին այնտեղ բաներով, երակցողներով, մեխանիզատորներով վերանորոգում էին, կամ այդ հացի բերելու պատմությունները, այսօր դարձրել են հեքիաթ Ղազախստանից 2 վագոն անասնակեր են բերել, Թուրքիայով մենք 100,000 տոննա հաց ենք բերել։ Ես մի բան չեմ հասկանում։ Դուք ձեր իշխանությունը հաղթել է պատերազմը, անցել է այդքան ծանր փորձությունների միջով եւ պահել է անկախությունը, ինչը իրականում շատ բարդ է, հա, մենք այսօր կարող ենք քննադատել, քննարկել, շատ տարբեր բաներ ասել, բայց դա փաստ է։ Եվ ոնց ստացվեց, որ կորցրեցիք իշխանությունը։ Եվ ես չեմ կարողանում հասկանալ։ Դժվար է, իսկապես դժվար է։ Ավելին, ձեր ասածը ավելի գունավոր եմ։ Պարտված Ալիևը, Հայր Ալիևը ամբողջ Ադրբեջանում արձանների արժանացավ, պատվի արժանացավ, հաղթող Լևոնը Դավաճանի պիտակի արժանացավ, որովհետև այդ 98 թվականի հեղաշրջումը հենց այդ նպատակ ուներ։ Լևոն Տեր-Պետրոսյան, որ իր ելույթում ասում է, ամենևին խնդիր չի վերաբերում Արցախին, Հայաստանի պետականության հիմքերին է վերաբերում։ Եվ այդ ող իշխանությունը Հայաստանի պետականությունը քանդելու խնդիր ուներ, ոչ թե Արցախի խնդիրը լուծելու։ Եթե իրանք ելեին Արցախի խնդիրը լուծելու, ապա 20 տարին բավական էր խնդիրը լուծելու համար։ Իրենց խնդիրը ամենևին դա չէր։ Զուգահեռում եմ համարձակ ձև, այսօրվա Նիկոլ Փաշինյանի իշխանության խնդիրը ամենևին Հայաստանի անկախությունը չի։ Հայտարարում եմ, Հայաստանի անկախության ջլատումն է, որովհետև այն իր բոլոր հայտարարությունները, Ղարաբաղը թոք էր մեր վզին, մենք Ղարաբաղը կորցրեցինք, Հայաստանը գտանք, դրանք մեյմունություններ են։ Դրանք բոլորը դեմագոգիա են, որովհետև իր հիմնական գործունեությունը Հայաստանի իշխանության կորցնելն է, Հայաստանի անկախությունը վարկաբեկելն է։ Եվ ինքը դրա համար է, որ վարկաբեկում է բոլոր այն օջախները, բոլոր այն կետերը, շերտերը, որոնք հնարավոր է անկախության կողքին կանգնած լինեն։ Բայց մենք կարող ենք ֆիքսել, որ սահմանադրությունն է, եկեղեցին է, բոլոր բանակն է, բոլոր այն կառույցները, որոնք պետություն են կոչվում, որոնք այն սյուներն են, որոնք միանալով դառնում են պետություն, պետականություն։ Ինքը այդ սյուները հատ-հատ կտրելով գնում է։ Իսկ մենք կարող ենք արձանագրել, որ սրա հիմքերը դրվել են 97 թվականից սկսած։ 98 թվականին տեղի է ունեցել իշխանափոխություն, որը հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության ընթացքը ամբողջապես կոնցեպտուալ փոփոխության է ենթարկել։ Կոնցեպտուալ բոլոր այն սկզբունքները, որը ես այսպես փաթեթավորված անվանեցի արժանապատվություն, այդ սկզբունքները ամբողջապես դուրս են նետվել եւ սկսվել է այն հին հիվանդությունը հայկական, որի մասին ես ասեցի, տեր դրսում փնտրելու եւ ոչինչ չանելու։ Գիտեք, այն ղեկավարը, այն քաղաքական ուժը, որը փորձում է ոչինչ չանել, նա կարող է երկար ապրել։ Այն քաղաքական ուժը, որը համարձակ եւ սեղանին դնում է լուծում, ցավոտ լուծում, նրա կենսագրությունը բնականաբար շուտ է ավարտվելու։ Սա է քաղաքական գործիչների տարբերությունը։ Եթե դու ուզում ես երկար ես, ոչինչ մի արա։ Եթե դու ուզում ես խնդիր լուծես, բայց եւ որշնանքի եւ անեծքի արժանանալ, պետք է դնես խնդիր լուծես։ Եգիպտոսի եւ Իսրայելի խաղաղության գնալու ճանապարհին շատ դժվար ճանապարհ է եւ շատ լրջագույն կոնֆլիկտ, երկրի երկու ղեկավարներն էլ գնացին համարձակ լուծման, երկու երկրների ղեկավարներն էլ սպանվեցին։
որովհետև գնացին իրենք այդ իմ ասած համարցակ, կարճ ճանապարհով, բայց լուծումների ճանապարհով։ Ոչ թե լուծումները մերժելու կամ խնդիրը լուծելու երկարաձգման ճանապարհով։ Սա է քաղաքական գործիչների տարբերությունը։ Անալգին ես տալիս մարդուն, թե գլուխը շոյում ես, ասում ես չի ցավում, հանգիստ մնա։ Ջուր խմի կանցնի։ Այսինքն 98 թվից անալգին տվող չկար։ Մինչև որ արդեն դրա հետևանքը եղավ Նիկոլ Փաշինյանը, թե չէ։ Նիկոլ Փաշինյանը եւ հետևանք է, եւ շատ լավ հեղինակ է այս ծրագրերի։ Այսինքն ինքը ասենք թե դու լրիվ ճիշտ եք։ Ամբողջությամբ ընդունում։ Ինքը ընդունեց ժառանգություն, խնդիրը չլուծելու, կոռուպցիա եւ այլ, բայց ինքը ինչ արեց այս 7 տարվա ընթացքում այդ իր ստացած բացական ժառանգությունը վերացնելու թերությունների անցքում ամենևին խորացրեց։ Ոչ մի բիզնես չի պակասել, այդ նրանց ում դեմ պայքարում էր, սկզբունքները ամենևին չեն թարմացվել, ամենևին լուծման չի գնացել, ընդհակառակը բոլոր խնդիրները գնացել են առհամարելու միջազգային կառույցներին, իրենք բոլորը 0-ից պետք է սկսեն եւ ինչ պետք է բացատրեն, թե ինչ բանակցություն է։ Ինքը դուրս եկավ բոլոր միջազգային ֆորմատներից, չընդունեց Մինսկի խումբի եւ բանակցությունները, Ալիև այդ պինդ ձեռքի տված, հասան նրան, որ Մինսկի խումբը լուծարվեց, մերժեց Ռուսաստան, մերժեց Իրանը, մերժեց բոլոր գոնե գործող ռազմավարական ընկերները եւ ներսում էլ տարավ ահավոր քաղաքականություն, ինչ ասեմ, ինձ համար որպես մարդ, հա, որպես Արամանուկյան, մի հատ ցուցանիշ ասեմ, որ չի նշանակում, թե կարևոր ցուցանիշը դա է։ Ղարաբաղի 600 եկեղեցիներ ու վանքերը տալով, ոչինչ ասնելով եւ գիտեք ոնց է ցավապում։ Բոլորն էլ կարող են պարտվել, կորուստներ ունենալ, զոհեր ունենալ, բոլոր ազգերը։ Բայց դրանից հետո գոնե միտեղ մի բառ չասես, որ քո հազարամյա եկեղեցիները մնացել է այնտեղ եւ դու կոնտրիբուցիա պահանջելու, դու դրանց ՅՈՒՆԵՍԿՕ-ով միջազգային կառույցներով պահպանությունը պահանջելու կամ մշակութային իմաստը կամ խաչերը պահելու, բանը պահանջելու փոխարեն մի բառ միտեղ չես խոսել, բա արժանապատվությունը ուր մնաց։ Կաթողիկոսը մի բառեր արտասան է, նու մի բառ չէ, մի միտք է Շվեյցարիայում արտասան է Ղարաբաղցիների վերադարձի, իրավունքների եւ մշակույթի պահպանման։ Դրա համար այդ մարդու դեմ սկսեց այս պատերազմը։ Բայց խախր դա քո գործն է։ Ես ցավ եմ ապրում, որ տեսնում եմ Ամարասը, Գանձասարը, Դադիվանքը, այն 500 եկեղեցիները, որ չկան։ Բայց կրկնակի ցավ եմ ապրում, ամոթ եմ ապրում, որ այդ եկեղեցիների համար մի բառ խոսացող չկա։ Ալիևն ով է, Ալիևը պահանջում է Հայաստանից ամեն ինչ, մինչդեռ ինքը ավիրել է այդ տարածքը, բնակչություն, ու առաջնահերթ բնակչությունն է։ Դա չի նշանակում, թե այս բնակչության տեղահանման մաս, բայց խնդիր եմ ասում, որի մասին Ալիևը քեզնից պահանջատեր է, բայց քեզնից քո արդար 1000-ամյա, 3000-ամյա մշակույթը տարել են ու դու ձայն չես անում։ Ես մի հատ քարտեզ ունեի Ղարաբաղի մշակութային հուշարձանները։ Քարտեզի չափը չէր տեղավորվում նշել այն հուշարձաններն ու եկեղեցիներն ու վանքերը, թե ինչքան կան Ղարաբաղում։ Ղարաբաղը Հայաստանի, մեծ Հայաստանի ամենախիտ մշակութային քարտեզ ունեցող տարածքն էր։ Այսինքն խդության առումով այնտեղ ավելի շատ մենք մշակույթ ունենք, քան Հայաստանի մնացած տեղում։ Եվ այդ ամենը մենք տվել ենք ու անարժանապատվորեն մենք դրա մասին չենք խոսում, չենք թողնում խոսեն։ Ով հիմա խոսի դրանից, նրան կարող են ձերբակալել։ Այս անարժանապատվության կեցվածքը մեր հերանիցում է, մեր երկրի ապագան կործանում է։ Մենք բայց ունենք ապագաս ձեզ։ Բա Նիկոլը կգնա, ապագան կգա, իհարկե ունենք։ Այսինքն եթե Նիկոլը մնա, ապագա չի լինել։ Ակնհայտ, որովհետև 2026 թվականին Նիկոլ Փաշինյանը։ Այս գործընթացը, որի միջոցով մենք գնում ենք, սա անարժանապատիվ գործընթաց է, նվաստացման գործընթաց է։ Եվ Սևակի ասածն է այստեղ աշխատում, ազգերը ոչինչ անում են միայն ինքնասպանվելու միջոցով։ Մենք մեր առաջ ենք մեղավոր, մեզ ոչ մեկը չի ոչնչացել, մենք ենք այդ անարժանապատիվ, թույլ, զոհի կարգավիճակով, ոչ ճիշտ հաշվարկներով, ոչ պրագմատիկ գործունեության արդյունքում ենք հասել սրան։ Մեղավոր ենք մենք, որ հասել ենք սրան։ Ուրիշներն էլ օգտվել են քո մեղավորությունը եւ քո մեղքը կրկնապատկել են դարձել։ Պարոն Մանուկյան, իսկ ավելի խելամիտ չի լինի օգնել, օրինակ, որպեսզի նույն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, եթե մնում է, հաջողի։ Մենք դա փորձել ենք։ Ինձ համար եւ մեր քաղաքական ուժի համար երկրի շահ եւ անկախության
գոյությունը ավելի բարձր է, անհամեմատ բարձր, քան օրվա իշխանությունը։ Երբ որ իրանք եկան իշխանության, ես անգամ մի քանի օրենքի նախագծեր եմ փորձել այսպես մատուցել, որ իրենք հենց մշակույթի հետ կապված, իրենք սկզբից թվում էր թե կոռուպցիայի դեմ պայքարելու են, օլիգարխների դեմ խնդիր են լուծել, բան էին վեթինգ էին անելու, հենց է ուրախացել, որ եթե այդ հայտարարությունները իրանք իրականացնեին, մենք էլ կաջակցեինք դատավորների, դատախազական համակարգի, իրավական համակարգի բարեփոխ։ Մենք հույս ունեինք, շատ էինք ուրախացել միամիտի նման, որ մարտի 1-ի գործը պիտի բացվի։ Չեղավ, չէ, ոչ մեկը չեղավ, այսինքն այդ աջակցությունը ինքը ամենուրեք ուներ, վերջին հաշվով 83% ձայն ուներ։ Ինչ արեց։ Վերջին հաշվով ում հետ է ավելի շատ կապված Նիկոլ Փաշինյանը, որովհետև Հայաստանում եւ առհասարակ Հայաստանի նման երկրներում բնականաբար յուրաքանչյուր քաղաքական ուժ ինչ որ մեկի իրավահաջորդն է։ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները ավելի շատ այդ վեկտորները դեպի ուր են գնում։ Գործողություններից հետևեք։ Ով ինչ ասի, ակնհայտ է, դա իմ վերլուծության արդյունք չի։ Ալիևի հետ ենք համագործակցում, ակնհայտորեն, նույնիսկ ժամանակագրական առումով կարող եք այսպես քրոնոմետրաժ անել, Ադրբեջանի հայտարարությունները մեր գործողությունները, Փաշազադեի հայտարարությունները մեր գործողությունները, Ալիևի ելույթները կամ իրենց արտգործնախարարի ելույթները, դրան հետևող մեր գործողությունները։ Միանշանակ իր սկզբունք հետևյալն է՝ շահել Ալիևի բարեհաճությունը, ներողամտությունը, անել այնպիսի քայլեր, որ նրանք աջակցեն առաջիկա ընտրություններում իրան։ Եվ բաց արդեն, դա եթե առաջ կոնսերվացված փուլում էր, որ իրենց աջակցությամբ Նիկոլը ընտրվի, եւ այն կողմից են իրանք հայտարարում, որ եթե հանկարծ հասկացնում, որ եթե Նիկոլը չընտրվի, պատերազմ կսկսվի, դա մեր բոբոն է։ Նիկոլը չընտրվի, պատերազմ պետք է սկսվի, եւ այստեղ էլ եթե հանկարծ մենք հռչակագրից չազատվենք, անկլավները չտանք, Մինսկի խմբից չհրաժարվենք, փախստականներին չբերենք, պատերազմը սկսվելու, դա էլ մեր ներսի բոբոն է, մեր հասարակությանը վախեցնելու, եւ Թուրքիան եւ Ադրբեջանը հստակ բացատրում են, որ իր ընտրվելը ձեռնտու է երկուսին, որովհետեւ ինքը ոսկե ձկնիկ է նրանց համար։ Բոլոր պահանջները հերթով կատարելու է եւ այդ պահանջների վերջի չկա։ Հիմա դուք իմ հարցին պատասխանեք, ինքը ում հետ է աշխատում, ում հետնորդն է, ում խնդիրներն է լուծում։ Նայեք, ես համարենք, որ ձեր տեսակետը իրականն է, ես չեմ կարողանում Իմ տեսակետը փաստարկված է։ Համարենք, ես չեմ կարողանում ոչ մի կերպ հասկանալ, որ այդ Նիկոլ Փաշինյան գործիչը չի առաջացել, չէ, 2018 թվականին, շատ ավելի վաղ է առաջացել։ Եվ բնականաբար նույն այդ համագործակցությունը չի սկսվել 2018 թվին։ Հիմքերը դրվել են շատ ավելի շուտ։ Ոնց է ստացվել, որ Հայաստանում, այսինքն Ալիևը, Էրդողանը կարողացել են ունենալ ազդեցության կենտրոններ եւ այսպես ասած վերբովկա անել մարդկանց, հա, ու դա վրիպել է իշխանությունների աչքերից։ Գիտեք, մարդը որ ծնվում է, ոչ մեկ չգիտի նա հանցագործ կդառնա, հայրենասեր կդառնա, գիտնական կդառնա։ Մարդը որ ամուսնանում է, շատերը չգիտեն իրենց զույգը հետագայում ինչ կդառնա։ Չես կարող մարդու սկզբով հաշվել նրա ապագան։ Մեր թիմում այնքան են եղել մարդիկ, որ նվիրալ են եղել, բայց ուղղակի դավաճանել են, անցել են ուրիշ թիմեր։ Պատեհապաշտությունը, փողը, հարմարվողականությունը, վախկոտությունը, այդ ամենը գործոններ են, որոնք ազդում են մարդու հետագայի վրա գործունեության վրա։ Նիկոլի վրա ազդել են այդ գործընթացները։ Քամիներով ա տարվել, երազներով ա տարվել, հույսերով ա տարվել, խաբել են, ֆրացրել են, շանտաժի են ենթարկել։ Հազար մի պատճառ կարող է լինել։ Ես կարող եմ այդպես հարյուրավոր անուններ բերել, որոնք եղել են այս կետում ուրիշ, 5 րոպե հետո, 2 ժամ հետո դարձել են ուրիշ։ Հիմա Նիկոլը դրանցից մեկն է։ Որ կետում է եղել այդ Ես ինչ գիտեմ։ տրանսֆորմացիան։ Ես ինչ գիտեմ։ Չգիտեմ։ Ես ինչքան որ շփվել եմ իր հետ, ես այդ փոփոխությունը տեսել եմ, երբ որ մենք միասին պարլամենտ մտանք 12 թվականին, 12 թվականի ամառը մտել ենք պարլամենտ, այդ փոփոխությունը ես իմ բանով, իմ անմիջական հարաբերություններով զգացել եմ դրանից մի քանի ամիս հետո, երբ որ ինքը արդեն սկսեց մեր խմբակցություն չգալ,
մեր դեմ հոդվածներ գրել, Տեր-Պետրոսյան դեմ հոդվածներ գրել, սկսեց ուրիշ ուժերի հետ համագործակցել։ Բոլորի, բացի մեզնից։ Նաև այդ Ավելի շատ ժամանակի հանրապետականի։ Սկսեց ստորագրություններ հավաքել առանց մեր համաձայնության հանրապետականի պատգամավորների հետ, հետո հաճախ ես իրան հանդիպեցի գործողությունների ժամանակ այդ միջավայրերում, ինքը հետո մի տարի հետո մի հատ էլ եկա մեր վարչության նիստին, խմբակցության ներողություն, խմբակցության նիստին խնդրեց Եվրոմիության պատվիրակության կազմում ընդգրկվել, մտածեցինք որ խելքի է եկել արդեն երևի փոշմանել է իր արածների համար, տվեցինք այդ հնարավորություն ամեն մեկս մի պատվիրակություն էինք ընդգրկում, ինքը գնաց եւ դա վերջին իր գնալն էր։ Այսինքն հենց այդ ժամանակ ես գոնե այդ փոփոխությունը ձեր ասած տրանսֆորմացիան անձամբ իր հետ զգացել եմ 2012-13 թվականներին։ Իսկ դուք այն կարծիքին ինչ մոտեցում ունեք, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին իշխանությունը տվել են։ Խոսակցությունները շատ են, հիմքեր կարող են լինել, բայց ես դա ապացուցել չեմ կարող եւ չեմ էլ ուզում անկեղծ ասած։ Գիտեք, մեր ամբողջ այսօրվա թեման բանն էր, մի տեսակ անցյալի վերլուծությունն էր, շատ լավ է, վերլուծությունը հիմք է առաջ նայելու համար, բայց ես ունեմ մի կրեդո, մարդուն գնահատել արած գործերով։ Ռոբերտ Քոչյանը եղել է իմ ընկերը, շարժման ժամանակ։ Ես նա շատ աջակցել եմ Վանաձորում 2 անգամ ընտրվել է։ Ես իր թիմում աշխատել եմ նվիրաբար, անձնվիրաբար։ Նիկոլ Փաշինյանի հետ կապված։ Ես եղել եմ, երբ որ ինքը բանտում նստած էր, կենտրոնում ինքը բան էր անում, թեկնածու էր ազգային ժողովի, ես եղել եմ իր շտաբի պետը, ես։ Այսինքն այդ ժամանակ ուրիշ Նիկոլ էր, այն ժամանակ ուրիշ Ռոբերտ Քոչյան էր, ժամանակը, պայմանները, խնդիրները, նպատակները մարդուն փոխում են, տրանսֆորմացիա են ենթարկում։ Եվ մարդուն գնահատելու միակ ձևը դառնում է իրական իր արած գործերը։ Ես հիմա գնահատում եմ Նիկոլ Փաշինյանին եւ բոլոր մնացածներին, բոլորի արած դրած գործերով, գործն է անմահ, լավ իմացեք։ Եվ եթե նայում եմ թե ինչպես է ինքը այսօր քայքայում Հայաստանի Հանրապետությունը, ինքը իմ ընկեր Նիկոլ Փաշինյանից դառնում է թշնամի Նիկոլ Փաշինյան, որովհետեւ իմ ու իր հարաբերությունները չեն կարևոր։ Իմ եւ պետություն, Նիկոլ Փաշինյան պետություն հարաբերություններն են կարևոր։ Նիկոլ Փաշինյան ինձ չի դավաճանել։ Ես ով եմ, որ ինձ դավաճանության արդյունքում պետությունը քանդվի կործանվի։ Ինքը դավաճանել է Հայաստանի Հանրապետության շահերը։ Եվ այստեղ իմ կոնֆլիկտը իր այս մասով է, որովհետև ինքը կոնֆլիկտ ունի Հայաստանի Հանրապետության հետ։ Իմ կոնֆլիկտը այդտեղ է, այսինքն մարդուն միշտ գնահատեք նրա արածով, ոչ թե ասածով, ոչ թե կենսագրությամբ, ոչ թե խոստումներով, ամենևին։ Ինչ է արել այս մարդը։ Իր արածները Հայաստանի շահերին հակադիր են։ Սա է իմ կոնֆլիկտը։ 2026 թվականին մասնակցելու եք ընտրություններին հակա։ Մի քիչ հոգնեցի արդեն։ Չեք ուզում էլ մասնակցել։ Չէ, դրա մասին չէ, որովհետև երբ որ զգացմունքային մասը սկսում է մի քիչ ավելի ակտիվ աշխատել, ես դա ավելի շատ էներգիա եմ սպառում։ Մասնակցելու ենք, իհարկե մասնակցելու ենք։ Մասնակցելու ենք։ Նիկոլ Փաշինյանն է էլի ընտրվելու ըստ ձեզ։ Ոչ, որովհետև նախ ինքը կորցրել է իր ամբողջ լեգիտիմությունը, վստահությունը, այն մի փոքր մասը, որ մնացել է ասֆալտի մակարդակին է, ուղղակի եւ անուղղակի մասերով, որովհետև ովքեր ասֆալտը հարգում են պետականությունից, նրանք ձայն են տալու իրան, այդ վստահ եղեք, իսկ այդ ձևի մարդիկ կան, իսկ ավելի կոնկրետ էլի փաստարկված վերջին 3 ընտրությունները մենք վերլուծել ենք, Երևանը, Գյումրին, Վաղարշապատը, ես ձեզ ասեմ, որ ինքը ստացել է այդ 3 ընտրություններում 10% ձայն։ 10%, այսինքն իր ամբողջ վարչական լծակով, իր բոլոր ռեսուրսներով հանդերձ այսօր Հայաստանում ունի 10%-ի ռեյտինգ։ Հավատացնում եմ, որ մինչև 26-ը շատ բաներ է լինելու, արագացված տեմպերով եւ Ալիևն է արագացված տեմպերով գնում, որովհետեւ ինքն էլ է
Այս իմաստացները իրենք էլ ունեն այդ ինֆորմացիան Նիկոլի ռեյտինգի մասին եւ դրա համար են արագացված տեմպերով փորձում ստանալ այն ինչ ծրագրավորել են ստանալ Սահմանադրության խոստումը, փախստականները, անկլավների հարցը, եկեղեցու հարցը, որ պարզ հարց չի, շատ լուրջ է։ Փորձում են արագ ստանալ, որովհետև այդ տարբերակը կա, որ ինքը չընտրվի եւ իրենց այդ շղթանքը կտրվի։ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվի, չի կարող ընտրվել, որովհետև այդ ավիրումները, հա, այդ այնքան շատ են ու այնքան ծավալուն, այնքան massայական ու երկարատև, որ այս ազգը այդքան դեբիլ չի, էլի, որ իր պետականությունը կործանողի նորից ձայն տա, չի գնա այդպիսի բան։ Ով կընտրվի, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը։ Իսեր Աստծո, անուններ մի տվեք, սթափ մարդիկ շատ կան, այնքան ջահելներ կան, այնքան նոր կազմակերպություններ կան։ 2 օր առաջ մենք մասնակցում ենք մի միջոցառման, որ հաղորդում տվեցին դատախազությանը Նիկոլ Փաշինյանի կատարած հանցագործությունների մասին, ընդ որում միայն եկեղեցու եւ Սամվել Կարապետյանի բլոկով, այնտեղ փաստաբաններ, տարածք, Ղարաբաղ ոչ այդ մասով 17 էջ էր միայն այդ բանը, հաղորդման նյութը, թե կոնկրետ փաստերով ինչ հանցագործություններ են կատարել իշխանությունների ընթացքում եւ այնտեղ 20-ի չափ հասարակական կազմակերպություններ, մարդու իրավունքի պաշտպաններ, իրավապաշտպաններ, քաղաքական ուժեր մեկ օրվա ընթացքում հավաքվել էին եւ Էձևի մի հատ միջոցառում կազմակերպեցին, այդ թիվը կմեծանա, այդ թիվը կշատանա եւ հանրությունը, գիտեք, այսպես ասեմ, մեր ժողովուրդը իներտ չի, пассив չի, մեր ժողովուրդը շատ շփվող է, մենք սփյուռք ունենք, աշխարհի տվել առել ենք, թարգմանչած տոն ունենք, չգիտեմ, աշխարհի Երուսաղեմի կենտրոններում ենք միշտեղ։ Այդ ձևի ազգը չի կարող пассив լինել իր երկրի ճակատագրի նկատմամբ։ Եվ հակառակ ես վախենում եմ պայթուն չլինի, գոնե հանգիստ ճանապարհվես փուլ անցնենք 26-ին դուրս գանք այսպես գոնե ուղիղ ճանապարհ։ Հուսանք այս դրական նոտայով էլ ավարտենք, շնորհակալ եմ ձեզ, որ համաձայնեցիք։ Հուսանք, որ անցյալի վերլուծությունը մեզ հիմքեր կտա, ինչպես նաև բավականին շատ տեղեկություն կտա վերլուծելու ներկան եւ ապագայում չանելու այն սխալները, որոնք արել ենք անցյալում եւ ինչի պատճառով այսօր ունենք այն ներկան, որը ունենք։ Հուսամ, որ մենք կկարողանանք կառուցել ավելի լավ ապագա։ Շնորհակալ եմ նաեւ Անալիտիկ Թոք հաղորդման հովանավորներին, Կրեպերի սրճարանի եւ Ֆինապ հաշվապահական ընկերությանը։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, լայքեք, մեկնաբանություններ գրեք, նաեւ նշեք, թե ում կուզենաք որպես հյուր տեսնել այս օբյեկտիվ տաղավարում, ինչ հարցեր կուզենաք քննարկենք։ Բաժանորդագրվեք նաև մեր Patreon համակարգին եւ Donation Alerts-ի միջոցով կարող եք աջակցել մեզ։ Այն բիզնես կառուցվածքությունները, ովքեր ցանկանում են համագործակցել, կարող են զանգահարել նշված հեռախոսահամարին։ Լավ եղեք, կհանդիպենք։ Ցտեսություն։